բոլորս հարցերը տալ, համեցեք պարոն Գաբրելյան։ Շնորհակալ եմ պարոն Գոնչարյան, շնորհակալ եմ տիկին նախարար։ Մի ճշգրտող հարց, երբ ասում ենք 200 դրամ, այդ հարկերը ներառյալ են, չի ասում, որովհետև 200,000 հարկերը ներառել։ Սա շատ կարևոր է, որովհետև մեր հասարակության մեջ ընդունված չի այդ հարկերը հանած, այսինքն այն մարդը, ով այս պայն, երբ որ հարկերը հանում են, կազմում է մոտավորապես 149,000 դրամ, այսինքն այն մարդիկ, ովքեր 149,000 դրամ իրանց աշխատավարձային քարտին ամեն ամիս ստանում են, դրանից ավել ասենք, դա ոչ շփոթ չունի 150,000 եւ ավել դրամ, եթե ամեն ամիս իրանց քարտին արդեն հարկերը հանած նստում են, իրանք համարվում են 200,000 եւ ավել ստացող քաղաքացիներ եւ կարող են օգտվել այս ծառայությունից։ Շնորհակալ եմ այդ մի բարձրաբանման համար։ Օրերս տաքսու վարորդների վերաբերյալ մի տեսանյութ է հրապարակել եւ ի զարմանս ինձ շատ ու շատ այլ խնդիրների այնտեղ բազմաթիվ վարորդներ նշում են, որ իրենք աշխատում են, վճարում են հարկեր, բայց օրինակ չեն կարողանում օգտվել ապահովագրական ծառայությունից։ Ես ուզում եի հարցնել, այս մարդիկ որ թվականից են, այսինքն իրենք գրանցված են որևէ տաքսի ծառայությունում, ոչ թե աշխատանքային պայմանագրով, բայց փաստացի վճարում են հարկերը турքերի տեսքով, իրենք ասում են, մենք էլ ենք ուզում միանալ, հաշվի առնելով որ իրանց ստաժ չի գումարվում, մենք ունենք գոնե նախնական իրանք որ փուլից են ինքնակամ թեկուզ կարող են գալ եւ գրանցվել, օրինակ ասիկ 129,000 դա անում ամսական 10,000 դրամ, հա վճարեն եւ մի քանի միլիոն դրամ բուժ ապահովագրությունից օգտվել։ Շնորհակալ եմ շատ։ Ուրեմն ամենայն հավանականությամբ խոսքը գնում է քաղաքական պայմանագրերով աշխատանքի մասին, ուրեմն նրանց համար օրենքը կսկսի գործել 2027 թվականի հունվարի 1-ից, այս պահին գործում է աշխատանքային պայմանագրերով կնքված ուրեմն գործարքների մասին։ Այո, ճիշտ ասած մեզ էլ հարցերի շատ մեծ հոսք ունենք, որ անգամ մարդը քաղաքական պայմանագրով չի աշխատում, բայց ինչ որ դրսից եկամուտ ունի կամ այլ ձևաչափով է իր կարիքները հոգնում բարեկամների օգնությամբ, բայց ուզում է կամովի միանալ առողջության ապահովագրությանը, սա իհարկե մեզ համար շատ կարևոր ցուցիչ է եւ մենք նախատեսել էինք, որ կամավոր ապահովագրությանը միանալու համակարգը կգործի 2028 թվականի հունվարի 1-ից, բայց այնուամենայնիվ մենք մոնիտորինգ կիրականացնենք առաջի 6 ամիսներին եւ միասին էլ կքննարկենք արդյոք 2027 թվականի հունվարի 1-ից կարող ենք այս խումբը եւս ընդգրկել, բայց քաղաքական պայմանագրերով 2027 թվականի հունվարի 1-ից եւս կարողանալու է այս համակարգից օգտվել։ Եթե կարելի է ես այստեղ մի բան էլ ավելացնեմ, նաև մենք ունենք մի այլ շատ հետաքրքիր արձագանքներ գործատուների եւ կողմից, որ քաղաքացիները ընկալելով նաև օրինական աշխատավարձ ստանալու եւ հարկերը վճարելու արդեն արդյունքները եւ այն շատ մեծ հետադարձ երաշխիքները որ կան, դիմում են, որպիսի նրանց աշխատավարձը գրանցվի այնքան, ինչքան փաստացի նրանք ստանում են։ Եվ սա էլ շատ կարևոր է, որ սիրելի քաղաքացիներ, ձեր իրավունքների պաշտպանության առումով էլ պարտադրեք, դիմեք, որ ձեր աշխատավարձերը գրանցվեն, որովհետև ձեր վճարած հարկերի հետ վերադարձը ձեզ անգամներով 100 հազարավոր դրամներով ավել է, քան թե այդ ժամանակ վճարած հարկերը։ Համեցեք տիկին Բադալյան։ Շնորհակալություն տիկին Ավանեսյան զեկույցի ու ընդհանրապես այս հսկայական կատարված աշխատանքի համար։ Քիչ առաջ խոսում էիք Արմեդ հավելվածը ներբեռնելու մասին, ես ուզում եմ իմանալ արդյոք 65+, հա, տարիքային խմբում գտնվող մարդիկ, որոնք սմարթֆոն չունեն եւ չեն կարող հավելվածը ներբեռնել, պարզապես օգտագործում են ամենասովորական կապի միջոցները, կա ինչ-որ տարբերակ այդ համաձայնությունը ստանալու, այսինքն առաջնային օղակում դա կլինի կամ որևէ միտեղ, ինչ պիտի անեն այն մարդիկ, որոնք որ սմարթֆոն չունեն, բայց շահառու են համարվում առողջության ապահովագրության։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Երկու ուրեմն ձևաչափն էլ ունենք, որ անձը
կամ չգիտի ինչպես ներբեռնի, ինչպես գործարկի հավելված է, այս պարագայում մեր քաղաքացիները մոտենում են առաջնային օղակի, իրենց պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, նրանց օգնում են գործընթացը իրականացնել։ Եթե անձը չունի smart հեռախոս, ապա պոլիկլինիկայում նրանց ուրեմն բժիշկը բացում է այդ արմեդը իր արդեն տեսանելի դաշտերը եւ այնտեղ է համաձայնության կոճակը սեղմում ներկայացնելով պացիենտին եւ այսպես իրականացում, այսինքն այստեղ էլ որևէ խնդիր չկա, եթե չունի մարդը smart հեռախոս, դա չի նշանակում, որ նա այս երաշխիքից ինչ որ առումով խնդիր կունենա օգտվելու։ Մի այլ հանգամանք էլ, եթե ինչ-ինչ պատճառներով մարդը չի ակտիվացրել իր արմեդ հավելվածը, համաձայնությունը չի տվել, բայց ինչ պատճառներով ընկել է շտապ օգնության օրինակ միջոցով հիվանդանոց, սա եւս խոչընդոտ չէ նրա իրավունքը իրացնելու։ Տվյալ պահին հիվանդանոցային այցի շրջանակներում հաստատումը կիրականացվի եւ նա կստանա իր բժշկական օգնությունը։ Ալխաս Ղազարյան։ Շնորհակալ եմ շատ Տիկին Ավանեսյան, ես ուզում եմ ընդհանուր առմամբ համ ընդհանուր ապահովագրության ամբողջական փաթեթը պատկերացնենք տարիներով եւ եթե ես այստեղ կսխալվեմ, խնդրում եմ իրար հետ հետևենք այս փուլերին։ Ուրեմն առաջին փուլում 2026 թվականին ամբողջ պետական բյուջեի հաշվին, այսպես ասած, առողջության ապահովագրության շրջանակի մեջ են մտնում 5 խումբ մարդիկ, թոշակառուները 65+, մինչև 18 տարեկան երեխաները, հաշմանդամության կարգ ունեցողները, ավելի պարզ ասեմ, զոհված ծառայողի ընտանիքի անդամները եւ սոցիալական աջակցության ծրագրերից օգտվողները, որոնք բավականին մեծ խումբ են կազմում եւ լիովին, այսինքն իրենք ապահովագրավճար չեն վճարում եւ ամբողջությամբ օգտվում են պետական բյուջեից։ Նաեւ այստեղ ավելանում են 200-ից 500,000 եւ նաեւ 500-ից 1 միլիոն ստացող աշխատողները, որոնք ապահովագրավճար վճարողներ են եւ եւս ապահովագրության փաթեթի մեջ ներառվողներն են։ Երկրորդ փուլը, որը որ սկսվելու է 2027 թվականից, արդեն իր մեջ ներառում է քաղաքացիա իրավական պայմանագրով աշխատողները, որտեղ դուք նշեցիք, մեկ էլ пассив եկամուտ ստացողները, ճիշտ է թե ոչ։ Այլ խումբ չկա այստեղ եւ երրորդը 2028 թվականից արդեն փոխկապակցված անձիկ, ովքեր ընտանիքի անդամները կհամաձայնեն 28 թվականից նրանց փոխարեն ապահովագրավճար վճարել եւ օգտվել ապահովագրությունից։ Սակայն այստեղ մի հարց է առաջանում պետական աշխատողների նաեւ այս մասով էլի պետական աշխատողների համար կանխարգելիչ բուժումը երբ է սկսվում, երբ կարող են իրենք օգտվել ապահովագրության շրջանակներում իրենց կանխարգելիչ բուժման, այսինքն գնան այդ ստուգումները անցնեն եւ այլն պետական աշխատողների համար։ Ի նկատի ունեք սոցփաթեթի շարժը։ Այո։ Եվ նաեւ մի հարց էլ միջև ապահովագրության հաշվարկ ունենք, թե թոշակառուն ինչքան գումար էր ծախսում իր առողջության վրա ամեն ամիս։ Մենք նման հաշվարկ վիճակագրություն ունենք։ Նախ ես մի քանի այսպես վիճակագրական տվյալներ ներկայացնեմ, քանի որ մենք մեր օրենքով սահմանել ենք տարիքային շեմ 65+-ը, այս առումով, որպեսզի շփոթություն էլ չլինի, մենք միշտ նշենք 65+ տարիքի անձինք եւ այսպես, ուրեմն ընդհանուր առմամբ այսօր համակարգում ներառված է 1,571,181 անձ։ Այս ուրեմն թվի մինչև ուրեմն 18 տարեկանները 39.9%-ն են, 65 տարեկան եւ ավելները 32.5%-ն են, 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացող խումբը 18.3%-ն է, սոցիալական աջակցության խմբերը 9.3%-ն են, այսինքն ընդհանուր անձանց շրջանակի միայն 18.3%-ն է, որ ապահովագրավճար վճարող է եւ մյուսները ըստ էության պետական
հոգացության ներքո են։ Սա իսկապես շատ կարևոր ցուցանիշ է, որ պետության միջոցները իսկապես նման մեծ քանակի անձանց են ուղղվում առողջության ապահովագրությունը ապահովելու համար։ Ինչ վերաբերվում է սոցփաթեթի շահառուներին, ուրեմն այն անձինք, ովքեր որ նախկինում սոցփաթեթի շահառու էին, բայց նրանց աշխատավարձը կազմում է 200,000-ից ավել, նրանք անցել են ապահովագրական համակարգ եւ արդեն իսկ նրանց առողջական ուրեմն ուղին նույնական է ինչ որ բոլորինը ապահովագրական շրջանակներում։ Այո, ապահովագրական համակարգի կարևորագույն բաղադրիչը նաեւ տարեկան ուրեմն կանխարգելիչ բուժզննումներն են, սկրինինգային ծրագրերն են եւ սկրինինգային ծրագրերը բավական մեծ փաթեթ են կազմում, իսկ սոցփաթեթի շահառուների համար մենք ընդհանուր հանել ենք այն ժամանակվա այդ տարեկան բուժզնման պարտադիր պահանջը, որովհետև ըստ էության արդեն ապահովագրական համակարգում հաջորդ տարվանից նրանք էլ ամբողջական օգտվելու են այս ծառայություններից։ Եվ արդյոք ունենք գնահատական նախկինում մարդը ինչքան էր ծախսում իր առողջության համար, ես ձեզ ասեմ, նաև այդ գնահատականը անհնար է տալ, որտեվ շատերը չէին էլ ծախսում, որտեվ չունեին այդ գումարները ծախսելու։ Այսինքն, եթե դիտարկենք այն 50-ից ավել քաղաքացիները, ովքեր 4-ից ավել միլիոն դրամի ծառայություն են ստացել, արդյոք նրանցից քանիսը կկարողանային այս գումարը վճարել շատ կարճ ժամանակում, որովհետև դրանք հիմնականում շատ անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերն էին, ես վստահ եմ, որ նրանցից գերակշիռ մասը չէին էլ կարողանալու այդ ծառայությունները ստանալ։ Բայց դեղորայքի մասով իհարկե մենք ուրեմն մեր քրոնիկ վիճակներով վստահաբար իրենց կենսաթոշակի մեծ մասը մեր քաղաքացիները ծախսել են դեղորայք ձեռք բերելու վրա եւ դրանք ցույց են տալիս նաեւ ընդհանուր մեծ տվյալները ծախսերի ուղղվածության եւ սա է հենց հիմքը եղել, որ մենք գրագետ համակարգ ստեղծելով ի վերջո ավելի պետության մարդու համար ծախսը կրճատելով ապահովում ենք շատ ավելի մեծ ծավալ դեղորայքի ծառայությունների, քան թե տվյալ մարդը ինքնուրույն կարող էր գնել։ Եվ այստեղ շատ կարևոր հանգամանք է, հարգելի գործընկերներ, եթե չլիներ ամբողջ մեր երկրի հաշվարկով ապահովագրական համակարգ, 129,600 դրամով որևէ ապահովագրական փաթեթ չէր կարող տրամադրվել ներառելով այս բոլոր ծառայությունները։ Սերգեյ Բագրատյան։ Շնորհակալություն։